Շնորհակալություն, հարցը ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Տիկին Անդրեասյան, ուզում եմ այս առիթը օգտագործենք խոսելու համընդհանուր հայտարարագրումից վերադարձվող սոցիալական կրեդիտների մասին, բազմաթիվ քաղաքացիներ վստահ եմ ձեզ էլ են դիմում, մեզ էլ են դիմում, կուզեի, որ անդրադառնաք հետևյալ 3 հարցերին, ինչպես քաղաքացիները կարող են համոզված լինել, որ այն կրթական ծրագիրը, որին իրենք դիմում են, երաշխավորված է և սոցիալական կրեդիտի հնարավորություն կստանան, ինչպես կարող են այն քաղաքացիները, որոնք ունեն որակավորում մասնագիտական, դիմել երաշխավորման համար և ստեղծել կրթական ծրագրեր, որոնց հետո կկարողանան ուրիշ քաղաքացիներ դիմել կրթվելու համար, կրթական ծրագրերից օգտվելու համար, ենթադրենք օտար լեզվի մասնագետ կամ երաժշտական ինչ-որ կրթություն ունեցող մասնագետը, ինչպես անձամբ ինքը կարող է ստեղծել կրթական ծրագիրը կամ երաշխավորվել դրա համար, և երրորդ մասը հարցի, ինչպես այն քաղաքացիները, որոնք չունեն իրենց մասնագիտությունը հավաստող փաստաթղթեր, օրինակ, չգիտեմ, որևէ գյուղում կամ քաղաքում մեկը շատ լավ դարբին է կամ կարպետագործ է և բոլորը գիտեն այդ մասին, բայց ինքը դա հավաստող փաստաթուղթ չունի, օրինակ ընտանեկան մասնագիտություն է։ Ինչպես այդ քաղաքացիները կարող են ստեղծել կրթական ծրագրեր կամ երաշխավորվել որևէ ծրագրի շրջանակում և նույնպես ծառայել կրթական ծառայություններ, մատուցել կրթական ծառայություններ, որի արդյունքում կկարողանան հետ ստանալ սոցիալական կրեդիտները։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Ժաննա Անդրեասյանը։ Պարոն Գաբրելյան, պարոն Եղան, չեք նկատել, որ պատգամավորը խոսում է, հարց է տալիս։ Պետք չի դա ասել, խնդրում եմ հերիք խոսեք։ Նկատողություն կհայտարարեմ առնվազն։ Շնորհակալություն տիկին Ղազարյան հարցի համար։ Իրականում ինչպես քաղաքացիները կարող են իրենց հաճախած կամ իրենց երեխաների կողմից ներգրավված ծրագրի մասին տեղեկատվություն ստանալ, որ դա երաշխավորված է, շատ պարզ ձևաչափով պետք է այցելեն նախարարության պաշտոնական կայք, որտեղ հենց առաջին էջում բացված է առանձին բաժին, որն անվանված է սոցիալական կրեդիտ, և այդ բաժնի ներքո տեղադրված են մեր բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների տվյալները, ցանկերը, բաժանված ըստ մարզերի հարմարության համար և այդտեղ կարող են բնականաբար գտնել և տեսնել, որ այդ հաստատությունը կամ կազմակերպությունը հանդիսանում է սոցիալական կրեդիտից օգտվելու համար ծրագրեր իրականացնող կազմակերպություն։ Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, դրանք էլ տեղադրված են նույն բաժնում առանձին ենթաբաժնում, այդպես էլ կոչվում են երաշխավորված կրթական ծրագրեր, այս պահին տեղադրված է արդեն իսկ երաշխավորված 110-ից ավել ծրագրերը և դրանք անընդհատ թարմացվում են նոր ծրագրերի երաշխավորմանը զուգընթաց։ Նույն բաժնում տեղադրված է նաև մանրամասն ուղեցույց և հոլովակ, որպեսզի մեր քաղաքացիները նաև իրազեկվեն դրանից, ինչպես նաև տրամադրված են կոնտակտային համարները, որպեսզի որևէ հարցերի դեպքում կարողանան զանգել և լրացուցիչ ճշտել իրենց հետաքրքրող ավելի մանրամասն տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դիմել երաշխավորման, այստեղ էլ այս նույն բաժնում մենք ունենք առանձին ուղեցույց, նաև հոլովակ երաշխավորման դիմելու ընթացակարգերի ու կանոնների մասին և պետք է ասեմ, որ արդեն այսօր մենք իդրաֆտ հարթակում տեղադրել ենք երաշխավորման կարգի վերանայված տարբերակը, որով ավելի պարզ ընթացակարգ ենք նախատեսում թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար դիմելու և երաշխավորելու իրենց ծրագրերը և պիտի նաև հորդորեմ, որ մեր քաղաքացիները ավելի ուշադիր լինեն և եթե այս փուլում կունենան առաջարկներ երաշխավորման գործընթացը լավարկելու տեսանկյունից, նրանք կարողանան դիմել և իրենց առաջարկները այս փուլում ներկայացնել։ Ասեմ շատ պարզ ընթացակարգ է, դիմում են մեզ, մենք 3 օրվա ընթացքում ուղարկում ենք փորձաքննության, մասնագիտական փորձաքննություն ենք ստանում և դրանից հետո եզրակացության հիման վրա երաշխավորում ենք։ Ամբողջ գործընթացը պետք է տևի ոչ ավել քան 1 ամիսը և կարծում եմ, որ
թվայնացման գործընթացին զուգընթաց կկարողանանք նաև այս ժամկետների վերանայում անել։ Պետք է նշեմ, որ հիմա նաև փորձագետների շտեմարան ենք հավաքում, որպեսզի եթե մեծ ծավալի ծրագրեր ուղարկվեն նախարարություն փորձաքննության, ապա ծավալը չհանգեցնի ժամկետների ձգձգման եւ մենք ունենանք բավարար թվով մարդկային ռեսուրս աշխատանքը անելու։ Եվ ձեր վերջին հարցին երևի արձագանքեք նոր անդրադառնամ։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն տիկին Անդրեասյան, անդրադարձեք վերջին հարցին եւ խնդրում եմ նաեւ ասեք դուք որոշակի դիտարկումներ ունեք, արդյոք ակտիվացել են վերջին շրջանում կրթական ծրագրերի երաշխավորման համար դիմումները, թե նույն տեմպով են, ինչ սովորաբար են լինում։ Ուզում եմ հասկանալ մեր այս քաղաքականությունների ազդեցությունը ոլորտի վրա ինչպես է անդրադառնում։ Շնորհակալություն, միանգամից ասեմ, որ զանգեր շատ են լինում, փաստացի դիմումների գործընթացը դեռ այդքան ակտիվ չի, բայց զանգերը վկայում են այն մասին, որ գուցե մարդիկ աշխատում են ծրագրային փաթեթի վրա եւ մոտ ապագայում դա նաև կներկայացնեն, մենք էլ պարբերաբար շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել ու խրախուսել։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հատուկ դեպքին, որ մարդը փաստացի ունի հմտություններ եւ գիտելիք, բայց չունի այն հավաստող վկայականը, երկու ճանապարհ կարող եմ առաջարկել։ Մենք կրթության մասին օրենքում փոփոխություններ ենք իրականացրել, ոչ ֆորմալ կրթության ճանաչման գործընթաց ենք նախատեսում մեկնարկել, սակայն սա իհարկե որոշակի ժամանակ է պահանջելու։ Երկրորդ ճանապարհը, ինչը նշանակում է, որ փաստացի հավաստման գործընթաց կանցնի եւ այնուհետեւ այդ ուրեմն վկայականով կկարողանա մասնակցել նաեւ տարբեր գործընթացնի։ Երկրորդ ճանապարհը դա որևէ կազմակերպության շրջանակում ներգրավելն է, եթե խոսում ենք արհեստագործական որևէ հմտության մասին, օրինակ դրանք կարող են լինել մեր քոլեջները կամ ցանկացած այլ կենտրոններ։ Շնորհակալություն։